Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ մեր չորեքշաբթի օրվա Աստվածաշունչի սերտողությանը։ Չորեքշաբթի օրերը մենք հատկացնում ենք հին կտակարանից ուսումնասիրություններ կատարելու համար, եւ այս չորեքշաբթի մենք շարունակում ենք մեր սերտողությունը Առակների գրքից 11-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 29-ից 31 համարները։ Ինչպես միշտ բոլորին քաջալերում ենք, երբ որ այս պատգամը ստանում եք, դուք փոխանցեք, լսեք իհարկե ամբողջությամբ եւ փոխանցեք ձեր մտերիմներին, որպեսզի դուք էլ նույնպես ավետարանության պարտականությունը կատարեք։ Եկեք հիմա մի բան մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք մեր սերտողությանը։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք մենք Տեր քո խոսքերի համար, շնորհակալ ենք Տեր Աստվածաշունչի համար, Տեր քո գրքի համար, Տեր Սուրբ գրքի համար, որպեսզի մենք կարողանանք կարդանք, սովորենք, աշակերտվենք քո խոսքերով։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց Տեր առատորեն օրհնես, զորացնես եւ օգնես Տեր, որ նրանք քո կամքը եւ խոսքերը Տեր Աստվածի հարկե լավ ըմբռնեն, հասկանան, որպեսզի կատարեն իրենց կյանքներում։ Եվ ովքեր դեռ չեն ընդունել քեզ որպես Տեր եւ Փրկիչ, դու այդ որոշումը այսօր կատարեն, ընդունեն քեզ որպես Տեր եւ վերստին ծնունդ ունենան, ապաշխարեն։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի սուրբ անունով։ Ամեն։ Հարգելիներս, այս չորեքշաբթի օրվա սերտողության վերնագիրն է Հիմարի տունը կփլվի։ Առակներ այս 3 համարները մեզ սովորեցնում է, որ նա ով խելացի ու իմաստուն է, կվաստակի շատ բան, իսկ հիմարը կկորցնի ամեն ինչ։ Եկեք կարդանք 29 համարից սկսենք։ Իր տանը նեղություն պատճառողը քամին կժառանգի, եւ հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։ Հարգելիներս, այս կյանքում կամ իմաստուն ես, կամ ինչպես Աստծո խոսքն է մեզ ասում, հիմար ես։ Այսինքն մարդ, ով լավ չի դատում, լավ չի մտածում, ծանր չի կշռում իր բոլոր քայլերը, եւ իհարկե ամենակարևորը իմաստուն մարդը այն մարդն է, ով ընդունել է Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Այլևս ոչ թե իմաստուն, այլ արդարացած եւ արդար է նա համարվում։ Իսկ նա, ով իր տունը կոտորի, ջարդի, տունը լինի, ընտանիքը լինի, հայրենիքը լինի, կապ չունի, կարող է հետ բերել։ Պարզապես դեպքեր կան եւ կարելի է ասել հնարավոր է ինչ որ փչացնես, միգուցե վերականգնվելու հնարավորությունը չի լինի։ Իսկ ընդհանրապես հիմարները ծառայում են իմաստուններին։ Դրա համար պետք է, որ մենք Աստծուց խնդրենք ամեն օր իմաստություն եւ առաջնորդվենք Սուրբ Հոգով, որպեսզի մենք այս հիմարի օրինակով մեր տունը վնասշտանք եւ ծառա չլինենք իհարկե ուրիշին։ Հա, որովհետեւ իմաստուն մարդը գիտի ճիշտ վարել, ճիշտ տնտեսել, չէ, ճիշտ կառավարել ու որպես իմաստուն ճիշտ վերաբերվել իր ամբողջ ռեսուրսներով եւ ունեցվածքով։ Վնաս տալու փոխարեն նա ստեղծագործում է, առաջադիմում է։ Անցնենք մյուս կետին։ 30 համարի մեջ գրած է արդարի պտուղը կյանք է տալիս եւ հոգիներ վաստակողը իմաստուն է։ Այս համարը մեզ հուշում է ինչ, որ նա ով, այսինքն արդարը ովքեր են, ինչպես նոր մի քիչ առաջ ասացի, արդարը այն մարդն է, ով որ Հիսուս Քրիստոսով սրբված, մաքրված, վերստին ծնունդ ունեցող ապաշխարած քրիստոնյան է։ Քանի որ երբ որ մենք Հիսուսին ընդունում ենք, մենք արդարացած ենք։ Եվ արդարացած մարդը, արդարի պտուղը կյանքի ծառ է։ Որովհետև արդարը կյանք է տալի։ Այդ կյանքը ո՞րն է։ Այդ կյանքը Հիսուս Քրիստոսն է, երբ որ մենք քարոզում ենք ուրիշներին, ավետարանը, եւ այդ մարդիկ որոշում են կայացնում ավետարանը քարոզելու միջոցով, որ ընդունեն Հիսուս Քրիստոսին։ Նա, ով ունի Աստված իր մեջ, ունի կյանք իր մեջ, ունի երջանկություն իր մեջ, եւ ոչ թե տխուր է մանգալի կամ բացասական վատատես մարդ եւ այլն, քանի որ իր կյանքը Աստված Հիսուս Քրիստոս գնեց եւ մահից փրկեց։ Ու ինչպես կարող է քրիստոնյան արդարը լինել տխուր եւ
անտրամադիր կամ եւ այլն։ Իհարկե պահեր կա լինում է մեր կյանքում, չէ՞, լինում է նեղություն, լինում է տարբեր բաներ, բայց մենք պետք է միշտ հիշենք եւ պետք է անդրադառնանք Տիրոջ խոստումներին, որպիսի մենք հիշենք եւ զորանանք Աստծո խոսքով եւ իր բոլոր խոստումներով։ Հետևաբար արդարի պտուղը կյանքի ծառ է եւ նրա գործը ինչ է հոգիներ վաստակող եւ այն մարդը ով որ ավետարանում է Աստծո խոսքը սփռում է եւ նրա միջոցով Սուրբ Հոգին այդ մարդու միջոցով գործում է, ուրեմն այդ մարդը մաս է կազմում երկնքի արքայության գործերին, նամանավանդ Սուրբ Հոգու գործերին, որը ամեն օր աշխարհի բոլոր մասերում աշխատում է մարդկանց սրտերը փոխել, որպեսզի ապաշխարության գան, ինչպես որ Հիսուս մեզ բացատրում է Հովհաննեսի ավետարանի մեջ, որ նրա գործն է այն, որ նա հանդիմանի, որ նա բերի հավատքի եւ մեր սխալները ցույց տա եւ մենք ապաշխարենք, վերականգնվենք մեր երկնավոր Հոր հետ։ Ուրեմն դա է կարևոր կետը արդարի եւ արդարի պտուղը կյանքի ծառը հասկացողությունը, իսկ վերջի կետը 31 համարի մեջ գրած է. եթե արդարը երկրից վրա, ահա իր հատուցումն է ստանում, ուր մնացին անիրավն ու մեղավորը։ Հարգելիներս, Աստված արդար է, Աստված սեր է նաև, բայց քանի որ ինքը արդար է, թույլ չի տա անարդարությունները անպատիժ մնան։ Ուրեմն ասում է, եթե արդարն է պատժվում, իր հատուցումն է ստանում Աստծուց, անարդարը ինչ պետք է ասի, ինչ պետք է մտածի, ինչ է կատարվելու նրա հետ, չէ որ նա արդար չէ, եւ նա դատապարտվելու է, եւ նա մահից հետո դժոխք է գնալու, եւ ավելի կոնկրետ նաեւ այս աշխարհում բոլոր չար գործերը կդատապարտվեն, բոլոր չար գործերի համար կպատժվեն։ Մեզ կարող է թվա, որ արդարություն չկա այս աշխարհում, բայց նաեւ ասեմ, որ Աստված չի անտեսում ամեն ինչ։ Նա բոլոր այս մեղքերը, բոլոր խնդիրները, բոլոր հանցանքները նա լավ է տեսնում եւ իր հատուցումը իսկապես կտա։ Եվ սա է կարևորագույն կետերը մեր համար այս 3 համարների մեջ, որ մենք իմաստուն լինենք, որ մենք ամուր պահենք այն բոլոր սրբությունները, ինչպես որ կարող ենք այդպես անվանել մեր հավատքը, մեր ընտանիքը եւ այլն, երեխաները եւ այլն, եւ երկրորդ հերթին չլինենք մենք անմիտ ու խնդրենք Աստծուց, որ Աստված մեզ իմաստություն տա։ Քանի որ մեզ իմաստություն տա, մենք կարող ենք նաեւ այդ իմաստությունով, այդ հասկացողությամբ նաեւ մենք ապաշխարության գանք, որովհետեւ Սուրբ Հոգին է գործում մեր մեջ եւ մեր վրա ու պարզապես արդար լինելով, այսինքն ապաշխարած քրիստոնյա լինելով, մենք կյանք ենք ուրիշների համար։ Ինչպես Հիսուսն է ասում, աղն ու լույսն ենք, հետևաբար պետք է որ մեր լույսը սփռի ամբողջ աշխարհով մեկ եւ մենք պետքա համ ունենանք, որտեղ մեր մեջ պետքա կյանք լինի, քանի որ մեր մեջ Հիսուսն է բնակվում։ Այսինքն մեր մեջ ունենք մենք Աստծուն։ Ուրեմն չկա այնպիսի բան, որ մեզ պետք է անտրամադիր սարքել, բացասական մտքերով լի եւ այլն եւ այլն։ Կարևորը այն է, որ մենք մեր Տիրոջ բոլոր խոստումներին Աստծո խոսքով հասկանանք, սովորենք եւ ընդունենք ու ապրենք Տիրոջ խոստումների մեջ։ Աղոթում եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք է, Տերը ձեզ օրհնի։ Ամեն։